Սիրելի երևանցիներ, տեղի ունեցավ հերթական լուստրացիան եւ բոլորը ականատես եղան, թե երիցս իրականում ով ինչքանով է ինքնուրույն, ով ինչքանով է քաղաքական, ով ինչքանով է երևանցու շահերը սպասարկում, բայց այդտեղ ոչ մի արտառոց կամ սենսացիոն բան չկա, հանրային խմբակցության են հավաքանու անդամները, ովքեր ապահովել են Տիգրան Ավինյանի ընտրությունը, այն հավաքանու անդամները հանրային ձայնի, ովքեր ապահովել են տրանսպորտի թանկացումը, կարմիր կետագծերի թանկացումը նախորդիվ, այս անգամ էլ նույն դիրքերից հանդես եկան, կամ մի պարզ բան, կամ թվաբանորեն եք վիժեցնում իշխանության բերած նախագիծը, կամ եթե ինչ-ինչ պատճառներով այս պարագայում օբյեկտիվորեն անհաղթահարելի պատճառներով թվաբանությունը չի թույլ տալիս, կա պարզ մեխանիզմ չմասնակցել եւ չապահովել քվորում։ Հիմա եթե դու ոչ մի բանով կաշկանդված չես, կառավարելի չես, հաճախորդ չես, քո համար ինչ տարբերություն դեմ կքվեարկես, թե ընդդիմադիր մնացյալ ավականների հետ համերաշխ կբոյկոտես։ Եթե դու կաշկանդող բան չունես, ինչի՞ չես բոյկոտում։ Եթե դու պայմանավորվածություն չունես, եթե դու կառավարելի չես, ինչի՞ չես բոյկոտում։ Իրականությունը պարզ է, այսինքն քաղաքային իշխանությունը արդեն ոչ թե 2, այլ 2.5 օֆիցիալ կոալիցիա ունի ու պետք չի սեթևեթել, պետք է պարզ այդ մասին հայտարարել եւ ոչ թե գալ ամբիոնից խոսել խանութներ փակելու եւ այլ թեմաներից։ Ինչ վերաբերում է այդ տրանսպորտի էպոպեային, կարմիր գծերին, դե այնքան է բազմիցս ասվել, որ ասում եք բան, ինչ որ քաղաքացիներ մեզ դիմում են 17000 երևանցի ստորագրություն էր տվել, որ նիստ անեինք, ճողոպրեցիք դալիճիկ, այդ մարդկանց կարծիքը ձեր համար հեչ։ Եթե դուք վստահ եք տրանսպորտի եւ կարմիր գծերի հետ կապված ձեր ասելիքի մեջ, ուզում եմ հավականին բան անի, էլի, արտահերտ նիստ հրավիրեն 10 օրը մեկ, պետք է նույն բանը անխոնջ կրկնեք գնաք։ Այո, դուք Երևանցում դարձել եք տուգանքի մատերիալ։ Ու այդ հասարակական կարգի պահպանության այդ հաստիկացուցակը, որ ավելացնում եք աշխատավարձերը եւ այլ եւ այլը։ Ժողովուրդ ուզում է մի այդքան հաստիկացուցակ էլ մյուս նիստին բերեք։ Եթե շուրջ 850 վերգետնա շարժակազմ ամեն օր շրջանառության մեջ, դուք հո 850 հսկող չեք պահելու առավոտից երեկո տրանսպորտի մեջ։ Կոչ ենք անում բոյկոտի, բոյկոտը աշխատում է, սկզբից ասում եք չի աշխատում։ Մեկ էլ սկսում եք բոյկոտի դեմ քայլեր անել։ Պարլամենտում գնում եք օրենքներ եք փոխել տալիս, որ դառնա քաղաքացին տուգանքի մատերիալ։ Մեկ էլ օրենսդրական փոփոխություններ եք անում, որ հնարավոր չլինի տեղական հանրաքվեի գնալ։ Ու արդյունքում ինչ ունենք, արդյունքում ունենք այն, որ դուք Երևանցում շարունակում եք տուգանել, բայց դուք փորձեք երեկոյան ժամը 18-ից հետո խոշոր կանգառներում կանգնել, տեսնել դուք, որ մտնեք տրանսպորտ, հնարավորություն կունենաք մոտենալ վալիդատորին եւ վճարել, դուք ստեղծել եք օբյեկտիվ պայմաններ բոյկոտի համար, որ շատ դեպքերում մարդը ուզենալ չկարողանա վճարի։ Եվ դա հակահայվալության նոնսենս է, սկզբից ծառայության որակն էր բարելավում, հետո նոր ծառայությունն են միգուցե թանկացնում։ Բայց մենք մի տարի շարունակ ասեցինք, թողեք մի տարի միասնական տոմսային համակարգը աշխատի, սեզոնային գործոններն էլ հաշվի առնելով վայրի վերումները։ Տեսնենք ֆիքսված թիվը ինչքան է Երևանում ուղևորաշրջանառության, հասույթը որքան է կազմում 100 դրամով, ծախսը որքան է, տարբերություն կա թե չկա, դոտացիայի կարիք կա թե չկա, եւ կայացրի քաղաքական որոշում, եթե դա ինչ-որ փոքր գումար էր, մեր համոզմունքով պետք է չլիներ, բայց անգամից եթե լիներ, եթե դա փոքր գումար էր, 25 թվականի բյուջե 24 թվականի համեմատ շուրջ 40 միլիարդ դրամով ավելին էր։ Ու այդ որ հպարտությամբ ընդգծում եք, որ քաղաքի սեփական եկամուտները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, բայց այդ քաղաքի հետ եկամուտների մեջ սեփական տրանսպորտը սուբսիդավորելու փող չկա, բա ինչի համար փող կա։ Ցեք Երևանի Երևանը լի քեֆ ուրախություն կազմակերպենք, գնանք հրապարակում տենց լավ ժամանակ անցկացնենք, ամանորյա լուսերի տոնավան հրավառություն կազմակերպենք, չգիտեմ, տարբեր փառատոններ ֆինանսավորենք։ Եկել դե շինթույլտվություններ է, բանակը բաժանենք, ինչքան փող եկավ, ով էլ չհասցնի, փողի դիմաց էլի կերկարաձգենք, թող քաղաքի էկոլոգիայի հերն էլ անիծվի։ Սիրելի երևանցիներ, շատ պարզ է իրականում, ով ինչ մոտիվացիա ունի, ով ինչ
դիրեկտիվաներ ունի եւ որքանով է պատրաստ թե առաջիկա ընտրական գործընթացներին, թե առհասարակ այս շենքից դուրս գալուց հետո Երևանցու աչքերին ուղիղ եւ շիկակ նայելու համար։